Հրապարակ թերթը գրում է. ՍԴ դատավորի թեկնածու Հանրապետության կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացած բարեվարկության եզրակացությունում ուշագրավ արձագանքներ կան։ Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը եւ որ մինչ վերջերս զբաղվել է քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Օրենքը պահանջում է, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պահպանի, անկուսակցական լինելուց զատ։ Ինչպես կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել իրեն հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը, նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար, իշխող մեծամասնությունը սակայն անտեսելով հանձնաժողովի կարծիքը 3 նրան ընտրեց ՍԴ դատավոր, թերևս ամրապնդելով Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Սարգսյանի համագործակցությունը, չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր հանրապետական ՍԴ-ի դեմ։ Ես հիշեցնեմ, որ հանրապետությունը դաշինք է կազմել Երևան քաղաքում քաղաքացիական պայմանագրի հետ եւ նրանց համատեղ ջանքերով թանկացվել է տրանսպորտը, թանկացվել է կարմիր գծերի վարձը, քաղաքացիների կյանքը դժվարացել է, турքերն են բարձրացվել, եւ այս մարդիկ հանդգնում են ինչ որ դեպքերում իբրև թե ընդդիմադիր Երևալ, ասել, որ իրենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմադիր են, օրերս էլ հետ պարբերականը բացահայտել էր, որ կառավարությունը Արամ Զավենի Սարգսյանի որդուն պատկանող ընկերության համար հարկային արտոնություններ է սահմանել, ահա այսպիսի փաստորեն ընդդիմություն ունենք, հիմա էլ կուսակցության մեկ այլ անդամ փաստորեն ՍԴ դատավոր է դառնալու, արդեն ընտրվել է ՔՊ-ի կողմից, եւ կան խոսակցություններ, երեք ես դա ընթերցեցի նաեւ Մինա Խաչատրյանի տելեգրամի ալիքում, որ Փաշինյանը ամենայն հավանականությամբ Թուրքիայից վերադառնալուց հետո Մեհեր Գրիգորյանին պաշտոնանկ կանի եւ փոխվարչապետի պաշտոնում կնշանակի Արամ Զավենի Սարգսյանին, սա էլ կնշանակի, որ վերջնականապես խզվում են կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետեւ Մեհեր Գրիգորյանը կառավարության այն եզակի դեմքերից մեկն էր, ինձ համար անընդունելի մարդ, որը որոշակի հարաբերություններ պահում էր ռուսական կողմի հետ եւ ռուսական կողմի համար որոշակի ընկալելի գործիչ էր փաստորեն, եթե հաստատվեն այդ տեղեկությունները եւ Էրդողանի պահանջով կամ խնդրանքով Արամ Զավենի Սարգսյանը նշանակվի Հայաստանի փոխվարչապետ, դա կնշանակի, որ վերջնականապես խզվում են կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։